1991 թվականին Սոս Սարգսյանն իր համախոհների հետ հիմնեց համազգային թատրոնը, որը մեր անկախ հայրենիքի հասակակիցն է։ Վիթխարի վաստակի եւ համազգային մեծ սիրո արժանացած արտիստը իր կյանքի գործն էր համարում այս մշակութային երևույթի ծնունդը։ Թատրոնի հիմնական նպատակները հռչակվեցին հայերեն լեզվամտածողությանը հավատարիմ մնալը, անաղարտ հայոց լեզվի եւ հայկական բովանդակության տարածումը։ Նա իր կերտած բեմական տարածքում հավաքեց տաղանդավոր բեմադրիչների, դերասանների, չմոռանալով նաև ժամանակակից դրամատուրգներին, ականջեպահած նրանց ուշագրավ գործերին։ Եվ մենք մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօր նրա թատրոնի արտիստներին ենք տրամադրել երգ-երգոցի ասպարեզը։ Նրանք իրենց մեծ ուսուցչի, հայ թատրոնի եւ կինոյի մեծ վարպետ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, համազգային պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակի առթիվ հնչեցնելու են նրա սիրած երգերը։ Սոս Սարգսյանի բեմական արվեստը բխում էր մարդուց եւ ուղղված էր մարդուն։ Ահա թե ինչու նա չէր սիրում այն կեղծ իմաստությունը, թե իբր այս աշխարհում անփոխարինելի մարդ չկա։ Այս առիթով վարպետն ասել է. «Սա սոսկալի խոսք է, վախենալու խոսք, շատ հեռուները տանող դժբախտ հետևանքներով»։ Ասել է, թե մեկ մարդը, անձը, անհատը, ոչինչ է, զրո։ Ընդհանրապես ոչ մի արժեք չունի, գին չունի։ Կան մարդիկ շատ են սիրում այս խոսքը, նրանք, որոնք միշտ պատրաստ են ամեն տեղ, ամեն ինչ, ամեն մեկին, ամեն գործում փոխարինելու։ Մինչդեռ փոխարինողը իր երկրորդը չունի, չի կարող ունենալ։ Ինքը միակն է, եզակի եւ ուրեմն անփոխարինելի, ինչպես հայրը, մայրը, սիրած կինը, ընկերը, ի վերջո եւ ի սկզբանե հայրենիքը։ Սոս Սարգսյանի այս միտքը լավագույնս բնորոշում է հենց իրենց Սոս Սարգսյանին, որն իր եզակի ու անփոխարինելի տեղը հավերժացրեց հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ որպես թանկ ժառանգություն սերունդներին։ Կոմիտաս Հավար Զուլո բեմում համազգային պետական թատրոնի երգչախումբն է, խմբավար Վաչագան Նավասարդյան, երգչախմբի հիմնադիր Սոս Սարգսյան։
Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Գասպարյան։ Սոս Արտաշեսի Սարգսյանը մեծ ուշադրություն էր դարձնում երգին, որը բացահայտում է դերասանի հոգին։ Այսինքն նա բացահայտում էր մեր մենտալիտետը։ Երգը ինքը ասում էր, դա դրամատուրգիա է, որը հրաշք գործողություն կկատարի մեր դերասանը։ Եվ ինքը հրճում էր, երբ որ մեր դերասանները երգում են։ Նրա երազանքը ի վերջո կատարվեց։ Գիտեք ինչը, նա ոչ միայն հայկական երգեր էր սիրում, նա սիրում էր եւ բոլոր ազգերի երգերը։ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան։ Սա այն բացառիկ հաղորդումներից էր, որ Սոս Սարգսյանը բաց չէր թողնում։ Եվ ամեն անգամ, երբ հատկապես մեր դերասաններն էին որևէ երկով հանդես գալիս այստեղ, հաջորդ օրը իր սենյակում քննարկումներ էր տեղի ունենում եւ կարծում եմ, որ օրինաչափ է, որ այսօր երկերկոցը անդրադարձավ Սոս Սարգսյանին։ Մենք երգչախումբը ստեղծել ենք 2 տարի առաջ եւ Սոս Սարգսյանը մի հետաքրքիր անհանգստություն ուներ, ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ։ Այդ անհանգստություններից էր այն, որ հայ մարդիկ միասին չեն կարողանում երգել։ Անհատապես առանցին շատերը շատ լավ կարողանում են երգել, բայց միասին խմբային մենք չենք կարողանում երգել։ Եվ մի օր ինձ ասեց. «Ինչու վրացիները միասին կերգեն, իտալացիները կերգեն, մենք չենք երգի»։ Պիտի երգենք, եւ այդ պիտին մեր դերասանները փայլուն կերպով մայեստրո Վաչագան Նավասարդյանի գլխավորությամբ կատարածեցին, որոնց նույնպես խորին շնորհակալություն։ Համազգային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյան։ Մեծ վարպետ Սոս Սարգսյանի կամ ինչպես մենք ենք այդպես փաղաքշորեն դիմում պապիկի մեկ պատգամը, թերևս պատգամներից մեկը կատարածվեց հենց թատրոնի դերասանների, իր թատրոնի սիրված զավակների շնորհիվ ու կողմից, նաև նախաձեռնությունը իրենն էր, ինչու, որովհետև պատգամը սա էր, միասին լինելը, ազգովի միասին լինելը, որովհետև միասնությամբ միթե գեղեցիկ չի, միասին մարդիկ երգում են։ Միասին դերասաններ են երգում, միասին այնպես են անում, որ սերն էլ է միասին, չէ՞ ծնվում այդ կոլեկտիվում, այնտեղ, որտեղ որ դու աշխատում ես, ու օրվա մեծ մասը դու այդտեղ ես։ Միթե գեղեցիկ չի, որ միասին լինեն ու սիրով, ամենագեղեցիկ բանն է, դրա համար ես շատ հուզվեցի ու շնորհակալություն, խորին շնորհակալություն Սոս պապիկին, որ էլ ավելի միավորեց, էլ ավելի մեզ բերեց դեպի նաև երգը, դեպի նաև արվեստը, դեպի նաև այն գեղեցիկը, որ կարող ենք տալ հանդիսականին։ Շնորհակալություն։ Սոս Սարգսյանի համար հայ երգն ազգային միասնության առանձնահատուկ ոգեղեն աղբյուր էր, բայց նա այս առումով ուներ մեծ մտահոգություններ։ Օրինակ պնդում էր, որ մենք մի երգ չունենք, որի բառերը բոլորս իմանանք։ Մի երկու բառ գիտենք սկզբից, մի երկու բառ էլ վերջից։ Եթե գա այն օրը, որ մենք հայերս ձեռքի բռնած երգենք, մեզ այլևս ոչ ոք չի հաղթի։ Վարպետը երևի նկատի ուներ օրինակ այս ժողովրդական երգը Լուսնյակ գիշեր երգում է Արմինե Պողոսյանը։
Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյան։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արմինեին, ում Սոս Սարգսյանը, չգիտես ինչու ասում էր Արմենուհի։ Սոս Սարգսյանը երազանք ուներ թատրոնի բոլոր աղջիկներին տեսնել ամուսնացած եւ ասում էր տարվա վերջին բոլորդ պիտի հաշվետվություն ներկայացնեք, որ մեկը չամուսնացավ, հանելու եմ թատրոնից, ամուսնացեք։ Հիմա Արմինե ջան, քեզ շնորհակալություն, որ ամուսնացար եւ կատարեցիր վարպետի երազանքը։ Սոս Սարգսյանը համոզված էր, որ եթե մեր ժողովուրդը թատրոն չի հաճախում, ուրեմն շեղվել ենք, ուրիշ տեղ ենք գնում, ուրիշ ժողովուրդ ենք դառնում։ Եվ ահա թե ինչպես ենաբրութագրել թատրոն երևույթը։ Թատրոնն էլ ռանչպարի գործ է արշալույսից մինչև վերջալույս։ Բեմը դաշտ է, խոնավություն է սիրում, արցունքի մանավանդ քրտինքի կաթիլներ։ Առանց դրա հացը կիսատ է։ Սայաթ Նովա, Դունեն Հուրինիս եւ Բրոյի երգում է երգչախումբ։ Oh
Սոս Սարգսյանի կինը, Նելլի Սարգսյան։ Դա իր վերջին երազանքներից մեկն էր։ Երազանք, որ իր թատրոնի ուսանողները, նախկին ուսանողները, դերասանները կազմեն մի փոքրիկ եղջախումբ եւ երգեն հայկական, մաքուր, զուլալ, անաղարտ հայկական երգ։ Ներկայացնեն ամբողջ հայ երգի գեղեցկությունը։ Իհարկե ուզում եմ հիշեմ այդ գեղեցիկ, այդ երջանիկ օրը, երբ մենք պատրաստվում էինք գնալ համերգի, ամբողջ օր անհանգիստ էր, վայ, դերասաններս ինչպես կերկեն, ոնց կարողանան իրենց դրսևորել։ Ասում էր, я же знаю своих ребят, они же орлы, они же молодцы։ Եվ եթե դուք տեսնեիք, թե նա հուզմունքից, դերասանները հիշում են, նա հուզմունքից չէր կարող խոսել, ինքը կարողացավ միայն խոնարհվել իրենց առաջ ու ասել շնորհակալություն, որ իմ խոսքը գետնով չտվեցիք։ Սոս Սարգսյանը դեմ էր որոշ մտավորականների անպտուղ փնփնթոցներին ու դժգոհություններին։ Նրա կարծիքով ոչ մի հին ու նոր կառավարություն, ոչ մի հրատարակված օրենք, ոչինչ չեն անի, նշանակություն չեն ունենա, եթե հայ մտավորականը չհամարի, որ ժողովրդին նրա հոգևոր արժեքները վերադարձնելը իր գործն է։ Ծեր գնչուհին, հեղինակ Ռուբեն Հախվերդյան, երգում է Նարեկ Բաղդասարյան։ Ձեր գնչուհի բախտս կարդաց, իմ հայացքի մեջ մոխրացած, նա կիսած ձայնին շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հեռու է ինձանից, որ ընկերներս հեռացել է, սիրելիներս էլ չկան, նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե կան, և ես հանում եմ իմ երգերը մանկության մութ ծեղնահարկից, որտեղ իրերն ու նրանց դերը թաքնված են մեծերից, իսկ մանկությունը մի թրջուն է, թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է նա թրջում ու հեռանում է մեզանից, իսկ մանկությունը մի թրջուն է, թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է նա թրջում ու հեռանում է մեզանից, իսկ մենք խաղում ենք մեր տերերը, իսկ ես հոգնել եմ այդ խաղից, մենք թաքցնում ենք մեր մտքերը, մենք թաքնվում ենք իրարից, ես քեզ սիրում եմ, ես խոսքերը վեր են խաղի կանոններից, ես շպրտում եմ ձեզ իմ դերնով, հեռանում եմ ես խաղից, ես քեզ սիրում եմ, ես խոսքերը վեր են խաղի կանոններից, ես շպրտում եմ ձեզ իմ դերնով, հեռանում եմ ես խաղից, ես թռցնում եմ իմ երգերը, իմ մանկության կտուրներից,
աղջիս բոլոր իմ ընկերներն են, բոլոր տղերքը մեր թաղի, երկերիս բուն աղավնատունը, ես դատարկում եմ երկերից, ազատությունն է նրանց տունը, թելով կապված մեր սրտերից, երկերիս բուն աղավնատունը, ես դատարկում եմ երկերից, ազատությունն է նրանց տունը, թելով կապված մեր սրտերից, քո իսկական սիրահարները, քեզ լքեցին իմ երևա, անտեր ու դուս մուրած կանները, դարձան քեզ տեր ու տիրական, ես քեզ սիրում եմ, ես խոսքերը, ասում եմ քեզ իմ երևա, արժեր հասնել աշխարհի ծերը, որ ես բառերը հասկանամ, ես քեզ սիրում եմ, ես խոսքերը, ասում եմ քեզ իմ երևա, արժեր հասնել աշխարհի ծերը, որ ես բառերը հասկանամ։ Վարդան Մկրտչյան, Ոչ բոլորը գիտեն, որ Սոս Սարգսյանը բացի մեծ եւ բացառիկ դերասան լինելուց նաեւ մեծ գրող էր։ Բայց գրող Սոս Սարգսյանը առաջին հերթին մտավորական Սոս Սարգսյանն է։ Ես ուղղակի այստեղ գալուց չէի կարող ինձ հետ չբերել այս գրքերը, վարպետի վերջին ժամանակների գրքերը, իր կողմից գրած, որոնք հասկանալ է պետք։ Մենք շատ հաճախ ենք հիշում նրան, բայց շատ հաճախ չէ, որ ամբողջությամբ ըմբռնում ենք նրա ասածները։ Սոս Սարգսյանի երկրային կյանքից հեռանալը դա մեծերի ինստիտուտի վերջաբանն էր, ցավոք սրտի։ Շատ հաճախ մենք փնթփնթում ենք, մենք դժգոհում ենք, շատ հաճախ մենք փորձում ենք իրար վրա ցեղ շպրտել։ Բայց Սոս Սարգսյանը, օրինակ իր կանչ գրքում, ունի մի հատված, որ մենք պայմանականորեն կոչում ենք 10-ից 7-ը, որտեղ նկարագրում է հայ մարդու տեսակը, այսինքն ինչպիսին ենք մենք 10-ից 7-ի դեպքում։ Եվ մենք կանք, եթե փորձեմ ամփոփել այդ գրվածքը, մենք կանք, որովհետև 10-ից 7-ի դեպքում մենք լավն ենք։ Որ ասում են Ստեփանավան, իմ սիրտը փափկում է, որովհետև այդտեղ եմ ծնվել ու մեծացել։ Ես կուզենայի նորից վերադառնալ այստեղ։ Ես կուզենայի անտառապահ լինել, ես կուզենայի ես ջրի ափին մի տնակ ունենալ, ապրել այստեղ բնության մեջ, ոչ թե հետ։ Զարմանալի քաղաք էր Ստեփանավանը, շատ կապված գրքի հետ։ Այն ժամանակ այսքան գիրք չկար, մեկս մյուսից վերցնում էինք, փոխանակում ու կարդում։ Այսպիսի քնքշությամբ էր խոսում իր սիրելի ծննդավայրի մասին Սոս Սարգսյանը։ Նա աշխարհ է եկել այդ գողտրիկ քաղաքում 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Արտաշես Սարգսյանի համեստ ընտանիքում։ Իր հորն ահա այսպես էր հիշում վարպետը. հայրս անխղճության աստիճանի աշխատասեր էր, բայց կոլխոզում չաշխատեց, ասեց դա իմ տեղը չի։ Ես աշխատավոր մարդ եմ, ես տեսնում եմ, առավոտից գիշեր ոտի վրա տրորվում ես, ում համար, հրելութը բրիգադիր ընկած դրնեդուր, մարդկանց քնից կամ սպաստ իվրից վեր ենք ասնում, որ քշեն հանդերը, գործ ես երուն ժամանակը, յուղացին, ռանչպարը, գործից պախ չի։ Կոլխոզի անկարգապահ կյանքը չհավանեց, դատեցին, նստացրեցին 2 տարի տարան Ալավերդու հանքերում աշխատելու։ Իսկ պատերազմը Սոս Սարգսյանի հուշերում այսպիսին էր։ Պատերազմը, որ սկսվեց, շատ բան խարավ եղավ։ Մի ընկեր ունեի, ինձ անընդհատ ասում էր. «Սոս, կլինի մի օր մենք կուշտ քնենք»։
Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել հետո։ Ես որ առաջի անգամ գնացի թատրոն 6-րդ դասարանում էի, ես ապշած նայում էի Սունդուկյանի Ստեփանավանի թատրոնում խաղում էին Սունդուկյանի քանդած օջախը, չէ, քանդած օջախը։ Արդեն Պատանի Սոսն իր դպրոցական փոքրիկ դերերով հաճախ էր ուրախացնում հարևաններին ու համաքաղաքացիներին, եւ շատ բնական էր, որ նրան պիտի հրավիրեին Ստեփանավանի թատրոն։ Շնորհալի երիտասարդն առանց երկմտելու արձագանքում է գրավիչ ու շահավետ հրավերին, քանի որ այդ ծանր տարիներին թատրոնն իր համար նախ եւ առաջ մի կտոր հաց էր։ Այդ օրերը Սոս Սարգսյանը թախծոտ ուրախությամբ էր հիշում ու կատակում, թե հայրենի Ստեփանավանում ինքը միանգամից աստղ դարձավ, եւ որպես իսկական հրաշք հիշում էր, թե ինչպես իր առջև բացվեցին իսկական թատրոնի դռները։ Բաբատ բանիրեն պտիտ գալի գլխումս, մեկ ես որ հայ թիատրի համար, ինչ հարկավոր է, որ 60 հոգի արջիվը նեմենցներ ու մուզիկանտներ էլին նստած ու տիրու պիրու բաներ էլին ածում դոպրո լավ չէ, մերկու դաստա սազան դարելին նստած ենդի։ Այ թե մեր 200 թուման ավել կունենայի, ձեռնե մեզ բաց չէի թողնի, համա թե ուր է Սահաթի։ Այ բաժինք մոգոնով, սաթելի ճանկերովը պատրվիս։ Երազումս միջահասակ, թուխ, չինական անձրևանոցով մի մարդ մոտեցավ ինձ եւ ասաց, որ շուտով գալու է Ստեփանավանի թատրոն եւ բերելու է Երևան։ Եվ ահա ուղիղ 1 շաբաթ անց իսկապես Ստեփանավան է գալիս թատերական արվեստի վարչության պետը եւ տաղանդավոր երիտասարդին տանում Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն։ Բայց բոլորի համար եւ հատկապես հայ թատրոնի այն ժամանակվա մեծ վարպետների համոզմամբ Սոսի տեղը միայն եւ միայն մայր թատրոնում է։ Բայց ահա խստապահանջ Արմեն Գուլակյանը տաղանդավոր երիտասարդից պահանջում է թատերական բարձրագույն կրթություն ստանալ։ Թատրոնին անմնացորդ սիրահարված Սոսը դա էլ է անում։ Եվ այդպես նրա առջև բացվում են թատրոնի բոլոր փակ դռները։ Սկսվում է մեկը մյուսից փայլուն դերերի հրավառությունը։ Ավելին, Մոսկվայից էլ գայթակղիչ հրավեր է ստանում աշխատելու Վախթանգովի անվան հանրահայտ թատրոնում։ Բայց ինչպես ինքն էր ասում, իր մեջ չափազանց շատ է հայությունը, ինչի պիտի գնար ռուսական բեմում խաղար։ Նա իր ժողովրդին շատ բան ուներ ասելու։ Եվ մեծ վարպետն այդ շատ բանը ասաց, եւ այն էլ ինչպես ասաց։ Այսօրվանից երթում կուտեմ եւ ուխտ կենի։ Ում տուն երեխա ծնվի, նրա դրան առաջ խնձորի ծառ տնքի։ Մեր երկրի հին սովորությունն է, որ չպետք է մոռանանք։ Սոս Սարգսյանը հիշում էր պատերազմի շունչը, բայց այդ դառը մտորումների մեջ հառնում էր այս գեղեցիկ դրվագը։ Հայրս ինձ համար վերարկու առավ, դա մի զարմանալի բան էր։ Մինչև հիմա այդ վերարկուի հոտը զգում եմ։ Հագնվեցի երեկոյան դուրս եկա, որ տեսնեն ինձ։ Ցավոք սրտի մեր դասարանի ոչ մի աղջիկ այդ օրը դրսում չկար ու ինձ չտեսան, բայց ես մինչև ուշ երեկո փողոցներով ման եկա։ Իմ աղջկան, խոսք եւ երաժշտություն Շարլ Ազնավուրի թարգմանությունը Պերճ Թյուրաբյանի երգում է Մխիթար Ավետիսյան։ Գիտեմ կգամ յոն, եւ դու ինչպես բոլորը
թելադրանքով ավաղ մեզ կլքես Գիտեմ կգամ յոր երբ ես գրկած քո մորը Գթափարեմ մենակ տխուր եւ առանց քեզ ու կգնանք մեր տուն որ լուր է ամայի ու կգնանք մեր տուն որտեղ դու չես լինի Դու չես տեսնի երբեք իմ մեջ փոխված մի բան Աչքերդ բերկրանքից խինդից կկուրանա Դու կտեսնես դեմքից շփիտը հուզումի Սակայն իրականում դիմակ դա կլինի Ես ցավը զսպելով հպարտ քեզ թևանցուկ Հագցնելով իմ մեջ ապրումներից շարանը Քեզ կուղեկցեմ դեպի եկեղեցու խորանը Որ ձեռքը քո հանձնեմ անհայտ մի օտարի Ով կխլի քեզնից իմ և քո ազգանունը Որ քեզ ինձ անծանոթ անունը իր շնորհի Գիտեմ կգա մի օր, կգա և այն հասակը, երբ առանց մեզ կընտրես ճամփան քո նոր կյանքի Գիտեմ կգա մի օր, երբ կտեսնենք պսակը, արևը քո մի այլ երկնի տակ կծագի Եվ մենք քո մայրն ու ես, գիշեր կամ թե ցերեկ, Համար կամ թե ձմեռ, գուցե մի քիչ մրսենք Իսկ նա որ չգիտի, ինչքան անքուն գիշեր Տանջվել են քեզ համար, տվել քեզ հույս ու սեր Կգա գողանալու մեր գանձը մեկ հատիկ Անցյալը մեր անդած, օրերը երջանիկ Որքան եմ ախատում, այդ անանում մարդում և սակայն Թե գտնես իր հետ երջանկությունը Կփարատեմ իմ մեջ իմ կույր ատելությունը Կնվիրեմ նրան իմ սիրտը քո սիրույն Կանեմ ես ամեն ինչ, քանի որ քեզ սիրում եմ Նրան քեզ կհանձնեմ, երբ որ այդ օրը կա Նելլի Սարգսյան Իհարկե երջանիկ մարդ էր, սիրված անձնավորություն, իր հարազատներով, իր բարեկամներով, ընկերներով, ժողովրդով, բայց ցավոք սրտի երկու երազանք մնացին անկատար։ Մեկը նա էր, որ լակոտ գրքով, շատ հետաքրքիր վիպակ է, շատ, խորհուրդ կտամ կարդակ, որովհետև մարդկային հարաբերությունների սիրո մասին է, երիտասարդ անձնավորությունների սիրո մասին է, կռվի դժվար տարիների շրջան։ Իմացել են վերջերս այս վիպակի հիման վրա նկարահանվելու է ֆիլմ։ Ես երազում եմ, որ դա իրականանա, այդ գաղափարը, այդ միտքը իրականանա։ Եվ երկրորդը իհարկե այն, ինչ որ խոսք էր տվել իր սիրելի մարդկանց դերասաններին, որոնց ինքը անչափ էր սիրում, հիանում էր բոլորով։ Ամեն մեկի մասին կարող էր ասել տաղանդաշատ երիտասարդ է, տաղանդավոր աղջիկ է, եւ դուք այսօր տեսաք, թե ինչպիսի որակով եւ ինչպիսի
հետաքրքիր դրամատուրգիայով ներկայացնում են նրանք երգերը։ Նրանք ոչ թե միայն երգիչ են այսօր, նաև դերասան երգիչ։ Հավատացեք, որ դա ավելի հետաքրքիր է, երբ որ հոգին է աշխատում։ Ինքը իրեն էր խոսք տվել, որ ես իրենց անպայման, իրենց վերջին ոնց որ ասում են հանգրվանը, որտեղ նրանք պետք է աշխատեն, պետք է իրենց տունը լինի, դա պիտի լինի համազգայինի սեփական թատրոնը, շենքը։ Հուսով եմ եւ հավատքով եմ, որ լինելու է դա։ Թե ինչպես են ընկերություն արել Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյանը, ես որ լավ գիտեմ ու կարծում եմ գրեթե շատերը։ Գիտեմ նաև այն, թե ով էր պապիս համար Սոս Սարգսյանը, իր ընկեր Սոսը։ Երանի այդ մեծ մարդկանց, որ այդպես կարողանում էին նաև այդքան մեծ ընկերություն անել։ Գիտեմ նաև, որ Սոս Սարգսյանը չի հաշտվել ընկերների կորստի հետ, տանջվել է նրանց բացակայությունից։ Հաճախ է տիկին Նելին տեսել, թե ինչպես է ամուսինն ասել, ինչ արիր դու այդ տղա։ Տիկին Նելին հարցել է Սոս, ում հետ ես։ Տո հենց երկուսի հետ եմ, ինչու այդպես շուտ գնացին։ Սոս Սարգսյանի այդ մեծ ընկերության հիշատակին էլ հնչում է այս ժողովրդական երգը։ Մարալ, մարալ, բեմում համազգային թատրոնի երգչախումբն է։ Հրաչյա Գասպարյան։ Որ գյուղում լինում ենք, հենց սիրուն աղջիկեր տնում ես, որ աղջիկ ջան, մի մոտիկ արի։ Ես ամուսնացածս, հա, քանի երեխա ունես, մի հատ, աղջի ջան, ամոթը։ Հա, սիրուն, կինը պետք է մի 10 հատ կարգին երեխա բերի։ Եվ հետո շատ էր զարմանում, երբ գյուղերում հարցում էր, ասում, աղջի ջան, կով կթել գիտես, ասում են չէ, ամոթ քեզ։ Ամոթ քեզ։ Եվ չէր լինում, ինքը անտարբեր չէր կարողանում լինել։ Ոչ մի բանի չէր կարողանում հանգիստ նայել, անտարբերություն չկար, այդ մարդ ամենտեղ մի բան պետքա բզբզար։ Եվ պատահական չէ, որ կանաչազարդ Հայաստան այդ ընկերությունը ինքը ստեղծեց, որը ցավոք սրտի շատ քիչ են առնում։ Այդ ծառերը չաշխատում են, մենք սոսիներ ունենք ուրեմն Ղափանի շրջանում հազարավորներ, բայց չեն վերցնում, չեն տնկում եւ շատ էր տխրում, երբ տնկում են ու չէին ջրում, գալիս էր տեսնում էր, որ այդ ծառերը չորացել էին, ասեն, բա սրանք գյուղացի են, բա սա գյուղապետ է, բա ուր է մարդկությունը, ուր է ասում այն հայը, որ պետք է գար, ջրեր, մշակեր, իսկապես նա ուզում էր տեսնել իր երկիրը ծառապատ, կանաչազարդ և բարբոք։
Արման Նավասարդյան։ Ես հիշում եմ մի անգամ Վանաձորից գնում էինք Դիլիջան իր մեքենայով եւ անցնելով Ֆիալետովո գյուղով այնտեղ մալականները կաղամբ էին ծախում, գազար էին ծախում, սիրում էր, առևտուր անել սիրում էր, մանավանդ փողոցից, շուկայից, այո, հա, փթերով, բոլորս պիտի կաղամբ առնենք, կանգնեցինք այդտեղ, տեսնում ես են կաղամբը մեծ, հսկա կաղամբ, երևի մի 15 կիլոանոց հսկա կաղամբ, սպղումա, տեսնում ես, քեզ է նայում, գնա վերցրո, այսոս Արտաշեսվիչ շատ մեծ չի, վերցրո, վերցրեցինք, ինքն էլ վերցրեց, մյուսներին էլ ստիպեց վերցնել, գազարել տուր մեզ, ես մալականը բերեց, գազարը տվեց, ասեց, բայց ներեղություն էլի կեղտոտա, ինչ, կեղտոտա, մեր հողը չի կարող կեղտոտ լինել, հողը կեղտոտ չի, Մեր ժողովրդի պատմությունը շատ է զբաղեցրել Սոս Սարգսյանի միտքը։ Այսօրվա անհաջողությունների ու թերիների արմատը նա փնտրում էր անցյալի խորքերում։ Ինքն իրեն հարց էր տալիս. Եթե աշխարհը թագավորներով է կառավարվել, մենք ինչու ենք իշխաններով յոլա գնացել։ Միթե 1000 տարվա մեջ գոնե 10 անգամ առիթ չենք ունեցել ստեղծելու մեր թագավորությունը։ Սայաթ Նովա, իսկ ուղիմեթը չեմ գիտի։ Երգում է Հայաստանի վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյան։ Իսկ հողի մեթան չիմ գիտի չավայր քարի նմանի Իսկ հողի մեթան չիմ գիտի չավայր քարի նմանի Այս հողին մեջ լում գուշինիս լեյլու դիդարին մանիս Ես հողին մեջ լում գուշինիս լեյլու դիդարին մանիս Աշխարհում ասիմ ընդունիս բեմուրվատիս մուրվաչունիս Աշխարհում ասիմ ընդունիս բեմուրվատիս մուրվաչունիս Tunis, Radu Shakarin
Վարդան Մկրտչյան։ Սոս Սարգսյանը իր 80-ամյակի ելույթում մի շարք երազանքներ թվարկեց, թե ինչպես կուզեր տեսնել Հայաստանը։ Եվ այդ շրջանում էր մի օր մեր զրույցներից մեկի ժամանակ ասաց մի բան. ես 80 տարեկան եմ եւ սխալվելու իրավունք չունեմ։ 80 տարիների իմ ամփոփումը կյանքի այն է, որ թատրոնից լավ բան աշխարհը մարդկությունը չի ստեղծել։ Եվ Սոս Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի ստեղծի իր սեփական թատրոնը, որը ոչ թե հերթական թատրոն է Երևան քաղաքում գործող, այլ Սոս Սարգսյանի դերասանական դպրոցն է նախ եւ առաջ։ Նելլի Սարգսյան։ 89-90 թվականներին մեր մեկ սենյականոց բնակարանը դարձել էր աշխատատեղ, քանի որ նա ստեղծեց Հայ ազգային միություն, որտեղ ընդգրկվել էին հայոց մշակույթը ներկայացվող ամենավառ անձնավորությունները, դա Սարգիս Մուրադյանն էր, Ռազմիկ Դավոյանն էր, Ռուբեն Հովսեփյանն էր, ինքն էր եւ։ Ես հասկանում եի, որ իրենք ինչ-որ մի շատ հետաքրքիր գործնեություն են ծավալում, բայց հենց որ գալիս էր քննարկելու ինչ-որ ժամանակ, ինձ խնդրում էին, որ ես դուրս գնամ զբոսնելու։ Եվ օրերից մի օր որոշեցի անպայման անկյունները մաքրել, հավաքել, բացում եմ բազմոցը եւ սարսափում, որովհետեւ ամբողջը լցված էր հրացաններով, ավտոմատներով, փամփուշտներով, ուրեմն երկար ժամանակ ես այդ ամեն ինչի վրա քնում եմ եւ չեմ էլ իմանում, թե ինչ է կատարվում։ Պարզվում է, երբ որ ինձ դուրս էին բերում տնից, նրանք գաղտնի զենք էին տեղափոխում Ղարաբաղ։ Իսկ գիտեք, որ Սոս Սարգսյանն աղավնիներ էր պահում։ Այո, պահում, գուրգուրում, կերակրում ու խնամում էր նրանց ջրվեժի իր անունը կրող փողոցի տանը, հիանալով ճերմակ թռչունների ճախրանքով։ Կենսագրական այդ դրվագը կարծում եմ պակաս ճշգրիտ չի բնութագրում այս զարմանալի մարդուն, քան նրա մասին գրված հոդվածները։ Հորովել, դիմավոր ենք երգչախմբին։
Եղանակ երկու Հերկոսին ձրին, մին նարյամփլի, մյուսը նկատամփ, երկու բուրանոց կայծակնավորք, մին խնկով և մյուսն ճենչերիվ, սկավառակ կրկին գրավորական համոց, մինն քաղցու և մյուսն դառնությամբ, բաժակ սույկ ար երկուս բերմունս, մինն արտոսր և մյուսն ծծումբ, դաշտ կրեցյալ կի ծայրս մատած, մինն գինի և մյուսն լեղի։ Թատրոնը նա նվաճեց անմիջապես, նրա Շեքսպիրյան Ջոն Արքան մնաց աննախադեպ երևույթ հայ թատրոնի պատմության մեջ, բայց Սոս Սարգսյանին սպասում էր նաև մեծ կինոն։ Սկսեց ֆիլմերի սքանչելի կրկնօրինակումներից, ապա կերտեց այնպիսի դերեր, որոնք դարձան հայ կինոյում դերասանական արվեստի գլուխգործոցներ՝ Միլիցիայի լեյտենանտ, վարպետ Մկրտիչ, Զամբախով, վարպետ Հակոբ, Նահապետ, Ձորի Միրո, Գյուղացի Համբո և այլ կերպարներ։ Իդեպ նրա համար բոլոր դերերից ամենաթանկը վարպետ Մկրտչի կերպարն էր Հեղնար աղբյուր ֆիլմում։ Ես Երանոս ջան շատ մարդու չեմ հավնի։ Ով գիտե մարդն ինչքան պիտի լավն եղնի, որ ես այն օր հետ երթամ գամ։ Համաուղիղ նսած, այն օրը երբ որ դու ննձի կանչեցիր, թե Բոստոնից մար ուրիշ ջուր բե, որ աղբուրս վազե ամեն ժամանակ, դու ննձի դուր եկար։ Կենաց եղնի։ Սոս Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ստեղծագործեց 37 տարի, 1954-ից մինչև Հայաստանի անկախության սկիզբը, 1991 թվականը։ Եվ հենց այդ նույն տարում նա հիմնեց իր թատրոնը, Համազգայինը։ Երիտասարդությանը շատ էր սիրում մեծ վարպետը։ Նրանց մեջ տեսնում էր իր արածի վերաիմաստավորումն ու չարածի իրականացման տեսլականը և մեծ նվիրումով ստանձնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարումը։ Ահա նրա իմաստուն պատգամն իր կրտսեր գործընկերներին ճշմարիտ թատրոնի և արվեստի մասին։ Մի տեսակ դերասանություն կա, հեշտ է, որ մատչելի է շատերին ու շատերն են անում, բայց կա երևի արվեստում մի աստիճան, մի գիծ, մի անտեսանելի ինչ-որ սահման, որ կարողանում են անցնել միայն մեծերը, որտեղ տիրություն է անում նորին մեծության բնազդը, իր ուրույն օրենքներով կամ ավելի ճիշտ անօրինություններով։ Կոշտն ու կոպիտը այնտեղ գեղեցկանում են հանկարծ, անհեթեթը լցվում է գեղակազմ ձևեր, ճշմարիտ թվացողը դառնում սուտ և աննշան, առերես գեղեցիկը անճոռնի, բայց ինչ է բնազդը տգեղ ու աղքատ հոգում, խեղճ ու մոլորված մի մուրացիկ, որ տեղ չի գտնում ապրելու, արմատակալելու, ճմրթված հոգու ճմրթուկ է բնազդը, գրեհկություն է, եթե նրա հենքը չէ կյանքի իմացությունն ու ընդերքային իմաստությունը։ Սոս Սարգսյանի այս պատվիրանը ոչ թե սոսկ կյանքի ու արվեստի հայեցողական իմացության արդյունք է, այլ վիթխարի կենսափորձի, իրական տառապանքի, իրական սիրո, հիասթափությունների, ոգևորությունների և իրական ապրումների խտացում։ Եվ ամենակարևորը, ինչ լավ է, որ կա հեռուստատեսությունը և ինչպես մենք, այնպես էլ հետագա սերունդները կարող են վայելել մեծ արտիստի արվեստը, արվեստ, որը որքան մեծ սիրով ու մեծ արվեստագետի ինչպիսի երկյուղացությամբ մեզ նվիրեց Սոս Սարգսյանը։ Երբ այս ժողովուրդը ամբողջ ու հարուստ լինի և դարձյալ 800 տարի հետո միջոց ունենա քարին քար դնելու, բայց այս հրաշք ավերակներն այլևս չեն լինի, քանի որ շատ են պառավել։ Այդ ժամանակ ահա մարդիկ իմ թղթերում գուցե մի խորհրդավոր բան գտնեն, մի ճիշտ ու նուրբ հաշիվ, մի գեղեցիկ նախշ, հրաշալի մի կամար, պատի մի շար, պետքական որևէ բան գտնեն, ասեն ապրի փրկողդ։ Իսկ թե չեն գտնի, ուրեմն չեն գտնի։ Այսքան կյանքերի մեջ մի կյանք էլ թող ապրված լինի անտեղի։
Սոս Սարգսյանը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը համարում էր մեր բանակը։ Դա բնորոշում էր որպես զարմանալի երևույթ եւ ասում. մեր օրենքներից, մեր դրվածքից, մեր պահվածքից, մեր կորցրած արժանապատվությունից դուրս մեր բանակն է։ Խոնարհվում եմ այն մարդկանց առջև, ովքեր կարողացան մեր բանակը կառուցել։ Սարերի քամին, հեղինակ Ռուբեն Հախվերդյան, երգում են Նարեկ Բաղդասարյանը եւ Մխիթար Ավետիսյանը։ Սարերի քամի որտեղից ես գալիս եւ ուր ես շտապում անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի Սարերի քամի ինչ որ բան շշնջում ու գորջում է հեռվում անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի Ես գալիս եմ շատ հեռուներից ավերակ դարձած քո հայրենիքից որ տանեմ ես ձեզ կարոտն այն լեռների որոնք դուք թողել եք գետի այն ափին Սպասիր քամի եւ ինձ լսիր թե ինչ կասեմ Քիչ անդարտվիր եւ ինձ լսիր թե ինչ կասեմ Որ տանես խոսքերը մեր այն լեռներին Որոնք մենք թողել ենք գետի այն ափին Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ Արևի պես մեծ ու քրակոտ աչուկներով Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը այն, որով նայում ենք մենք երդին Ուրեմն մենք մի օր կգան ձեր գիրկը դեռ Մեզ սպասող լեռներ 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 Սոս Սարգսյանն ասել է. նախ եւ առաջ ինչ էլ անելու լինենք, մեր քայլերը պետք է բխեն մեր ազգային շահերից։ Հիմա անձնական շահը շատերին կուրացրել է։ Ախր մենք այդ ազգը չենք, մենք ապրել ենք, որովհետեւ մենք հետևել ենք մեր նախնիներին։ Մենք հասկացել ենք, որ ազգը հզոր է միայն այն դեպքում, երբ հզոր է ընտանիքը, երբ մարդկանց հարաբերություններում առաքինությունը եւ բարոյականություն կա։ Եվ հենց այսպես պիտի անենք այն, ինչ անելու լինենք։ Կոմիտաս, քելե, երգում է աղջիկների երգչախումբը։
Մեծ վարպետի անձնական ցավն ու երազանքները հարազատ ժողովրդի ցավի ու երազանքների ծնունդ էին։ Հենց այդպես պետք է ընկալեր նրա այս խոսքերը։ Ես այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված։ Ազգը պիտի իր դեմ կատարած ամեն մի չարությունից հետո հատուցում պահանջի, որպեսզի շարունակի ապրել։ Մենք չունեցանք այդ հատուցման պահը։ Որքան երջանիկ կլիներ վարպետը, եթե ապրեր ու տեսներ վերջերս հայ մարտիկների կատարած սխրանքը, երբ ոսոխի երախից անմնացորդ խիզախությամբ ու ասպետական սառնասրտությամբ հետ վերադարձրին մեր նահատակ եղբայրների նվիրական աճյունները։ Եվ մեծ հրճվանք ապրելով հավանաբար կուզեր այս երգը։ Կենաց երգ։ Սիրելի բարեկամներ, ձեր առջև հանդես եկած արտիստները, երբ լսել են վարպետի մահվան բոթը, որբացած զավակների պես մոտեցել են նրա աշխատասենյակին, մի քանի վայրկյան կանգնել բաց դռան մոտ, ապա մոլորված հեռացել։ Այդ պահին նրանք չեն էլ համարձակվել ներս նայել, փախցնելով հայացքը եւ թափուր սենյակից եւ իրարից երևի չտեսնելու համար միմյանց արցունքները։ Վարպետի գրասեղանին վերջին գրառումներն են եղել եւ սպիտակ թղթի վրա արված մի վերջին գծանկար, որտեղ կարծես հենց իրեն է պատկերել։ Ինչ է կամեցել ասել նա այդ ինքնանկարով։ Տարել է իր հետ, մեզ թողնելով իր բացակայությունը, բայց նաև հավերժ ներկայությունը։ Ինչ բանի վրա ես մգրդիչ։ Պարգար էլի մգրդիչ աղբեր։ Պարգա։ Վերջի պարգելս եմ, ներող եղել։ Մգրդիչ, ինչ կխոսես։ Աղրի սարսյան։ Ես հլը ջահել վաղտես, ուղտ երեոր, քարսուն աղբուր շինեմ, էդև մերնի։ Ես տեղյակ եմ։ Ավետիկ, ճշմարիտ է։ Ենը դեպոյինը քարսուներորդն էր։ Սարքեցի պրծա, իսպեսով իմ աղբուր սերցանքա։ Աշխարհքի օրենքն է մգրդիչ։ Բոլորիս աղբուրն էլ օրն բդի ցամքի մգրդիչ ջան։ Համա մարդու մեջ մի բանամ կա որ իրան հետ չպետք է մեռնի։ Կուզեք հոգի սեկեդոր, կուզեք անուն, կուզեք գործ։ Բարեկամներ, այս երեկոն ավարտենք հենց Սոս Սարգսյանի պատգամ աղոթքով, որ թող մեր հավատն առ Աստված չթուլանա, քանզի այդպիսով հավատում ենք մեր ուժերին, քանզի վերքեր ունենք, որ մենք ենք լիզելու, ցավեր ունենք, որ ինքներս ենք դարմանելու։
ուժը մեր մի պակասեցրու արարիչ, որ չզրկվենք մեր հավատից առ մեզ, ցեղը մեր ազգը հայոց։ Վարպետի այս խոսքերին ավելացնենք եւս մի մեկը, որի հեղինակը նույնպես ինքն է եւ այդ խոսքը իր մասին է։ Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով։ Ստեղծում է գաղափարից դուրս որպես ընտրյալ։ Եթերում երգերքոցներ հայ թատրոնի եւ կինոյի մեծ վարպետ, խորհրդային միության ժողովրդական արտիստ, համազգային պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին նրա սիրած երգերով կհանդիպենք։